Պետրոսյան, խնդրեմ ներկայացնեք ձեր պահանջը, ինչ ակցիա է այստեղ տեղի ունենում։ Առհասարակ վերջին շրջանում արցախցիների հուզող ամենամեծ խնդիրը դա բնակվարձի դադարեցումն է եւ ստեղծված սոցիալական վատթար վիճակը, որովհետև մենք գիտենք, որ բնակվարձի տրամադրումով մարդկանց հիմնական կարելի է ասել հոգսերից մեկը բնակվարձը փակում էր եւ մարդիկ իրենց ապրուստը հոգում էին իրենց աշխատավարձով, այլ եկամուտներով։ Հիմա ստացվում է, որ իրենց ամբողջ եկամուտը պետք է ներդնեն բնակվարձին եւ սոված նստեն ամբողջապես։ Բնականաբար արցախցիները բազմաթիվ խնդիրներ ունեն, բազմաթիվ հարցեր կան ուղղված կառավարությանը, սակայն դրա կոմպոնենտներից մեկը, որը հենց կեցության ամենակարևոր բաղադրիչն է, հենց դա սոցիալական բաղադրիչն է։ Քանի որ մենք գիտենք, որ եթե մարդը չունի ապրելու հնարավորություն, չունի տանիք, նա պարզապես հայտնվելու է դրսում եւ վերջին շրջանում հավատացեք ես օրական հարյուրավոր զանգեր եմ ստանում առայն, որ մարդկանց ստիպում են կամ բնակվարձը տալ ժամանակին կամ մարդիկ կհայտնվեն փողոցում, որովհետեւ տանտերը բնականաբար ինքը իր գույքը տվել է վարձակալության, պիտի կարողանա դրա դիմաց իր վարձավճարը ստանալ։ Ես հասկանում եմ, որ մենք իհարկե ես մտածում եմ, որ նաև այլ հարցերի շուրջ պետք է պայքարենք, իհարկե մենք այս ընթացքում նաև պայքարել ենք այլ հարցերի շուրջ, նաև մեր միջազգային իրավունքների համար, բայց այսօր օրհասական է մեզ համար, որպեսզի արցախցին դրսում չհայտնվի։ Կոնկրետ ինձ համար, որ ես բարբերաբար շփվում եմ արցախցիների հետ, ինձ համար այսպես գլխավոր հարցերից մեկը այն է, որ այդ բնակվարձը, որ տրամադրվում է արցախցիներին զուտ կեցության ծախսերը հոգալու համար, շարունակվի, ու դա շարունակվի այնքան ժամանակ, մինչև մարդիկ կարողանան ունենալ իրենց սեփական տանիքը։ Վաղը դուք նույնպես բողոքի ակցիա եք այստեղ իրականացնելու, նույն պահանջներով ներկայանալու եք այստեղ։ Իրականում օրեր առաջ Facebook-ում տեղադրել եմ բաց նամակ ուղղված կառավարությանը, որտեղ ներկայացրել եմ արցախցիների սոցիալական վատթարացող վիճակի մասին։ Ըստ կետերի շարադրվել է ինչ պայմաններ են ստեղծվել եւ ինչ է անհրաժեշտ, որպեսզի արցախցին կարողանա գոյատևել։ Եվ հենց այդ բաց նամակը, որին միացել են մեր հազարավոր հայրենակիցներ, պատրաստվում ենք վաղը փոխանցել ՀՀ կառավարությանը այն ակնկալիքով, որ այդ նամակը անպատասխան չի մնա եւ անպատասխան չի մնա ոչ միայն սուտ արարողակարգային մասով, այլ սուտ խնդիրների լուծման մասով անպատասխան չի մնա այդ նամակը։ Տիկին Պետրոսյան, սկզբնական շրջանում արցախցիները առավել մեծ հույսեր էին կապում ձեզ հետ, ավելի շատ էին սպասում ձեր պատասխանին, բայց այսօր այդ իրավիճակը չկա, ինչն է պատճառը, որ այսպես նշում են, ասում են հուսահատվել եք։ Տեսեք, ժամանակին, երբ խոսք գնաց, որ պետք է լիներ հանրահավաք եւ այդ հանրահավաքի ժամանակ մենք պետք է մեր դեռևս նոյեմբերին մեզ ուզող խնդիրների մասին բարձրաձայնեինք, իհարկե այդ ժամանակ մինչեւ հանրահավաքը կառավարության փոխվարչապետի հետ եղան երկու հանդիպումներ ու այդ հանդիպումների ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որ որոշակի խնդիրների լուծում կլինի ու այդ պահին մարդկանց նեղություն տալ եւ մարդկանց բերել հասցնել ազատության հրապարակ եւ այնտեղ իրենց հայտարարել, որ ահա այս քայլերը, ահա այս խնդիրների մենք լուծում ունենք այս պահին մնացածի համար պայքարելու ենք։ Ես գտել եմ, որ մարդկանց նեղություն տալու կարիք չկա, որովհետև ես կարող եմ նույնպես եւ հայտարարել եմ իմեջով եւ բազմիցս դրան անդրադարձել եմ։ Իհարկե որոշակի շահարկումների առիթ, ինչպես դուք նշեցիք, դարձավ, բայց ես չեմ գտնում, որ այդտեղ շահարկումներ եղել են, որովհետև ես չեմ դադարեցրել իմ պայքարը եւ նույնիսկ այդ չեղարկումից կամ ձևաչափի փոփոխությունից հետո ես երբևէ չեմ լռել ու շարունակ խոսել եմ, բարձրաձայնել եմ ու երբեք արցախցիների սոցիալական վիճակը ինձ համար երկրորդային չի եղել, հակառակը այդ ժամանակահատվածից հետո ավելի շատ են սկսվել թե քննարկումները, թե խնդիրների բարձրաձայնումը, պարզապես ցավոք սրտի մենք հստակ լուծում չունենք։ Իսկ այդ լուծումը միայն մեկ տեղ է եւ դա կառավարության շենքն է, որովհետեւ մեզ վերաբերող բոլոր որոշումները կայացվում են մեկ վայրում, որովհետեւ մեկ հենց կառավարության որոշումով
ով բոլոր արցախցիները համարվեցին, ճանաչվեցին փախստական, եւ հենց մեր պահանջը, ամենակարևոր պահանջը այն է, որ պետք է ըստ այդ որոշման մեր սոցիալական վիճակը, առաջնային մարդու սոցիալական խնդիրները, կարիքները պետք է բավարարվեն։ Դրանից հետո արդեն իհարկե մենք ունենք նաև այլ խնդիրներ, բայց այս պահին վերլուծելով ստեղծված իրավիճակը ես ահազանգում եմ մարդկանց սոցիալական խնդիրների մասին, որովհետև ես գիտեմ, որ մարդկանց բառի բուն իմաստով տներից հանում են, որովհետև մարդիկ չեն կարողանում բնակվարձը մուծել։